Անցեք կանգնեք, հարգելի քաղաքացի։ Էրիկ Ղուկասյան, ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, հատկապես կարևորագույն գործերով ավագ քրեական ոստիկան։ Կապիտան Վահագն Սամվելի Կարճիկյան, ծառայում եմ ոստիկանության զորքերի օպերատիվ գնդում։ Ոստիկանության փոխգնդապետ Լևոն Ղազարյան, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, հսկողության վարչությունում։ Արմինե Վարդանյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի, երկրորդ գումարտակի երկրորդ վաշտի Պարեկ, ոստիկանության լեյտենանտ։ Նրանք անվերապահորեն կատարում են իրենց աշխատանքը առանց ջանք ու եռանդ խնայելու, ունենալով դեպքերի զարգացման հազար ու մի սցենար, հաճախ նույնիսկ վտանգելով իրենց կյանքը։ Պարոն գնդապետ կապիտան Կարճիկյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պարոն գնդապետ կապիտան Ալբանդյան ներկայացել է ձեր հրամանով։ Հայրս ծառայել է ոստիկանությունում 20 տարի, իմ համար մեծ պատիվ է համազգեստ գրելը։ Ես կծանոթանամ ցուցակի հետ, ձեզ կասեմ, կնշենք օրը եւ տվյալ քաղաքացիների հետ կանցկացնենք արդեն հարցազրույց, որի ընթացքում բովանդակալից կանդրադառնանք ոստիկանության առջև դրված խնդիրներին։ Ծառայում եմ ոստիկանության զորքերի օպերատիվ գնդում, գումարտակի ֆունկցիոնալ պարտականություններն արագ արձագանքումը հասարակական կարգի խախտումների դեպքում քաղաքում օպերատիվ խմբերով մոտենալու են, խնդիրները հասարակական կարգի վերացնեն։ Համայնքային ոստիկանության հիմնական խնդիրներն ու նպատակներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, բացահայտումը, երեխաների անչափահասների կողմից հանցավորության կանխարգելումը, հայտարարված տարածքներում հակահամաճարակային միջոցառումների իրականացումը, քանի որ մեր աշխատանքում կարևոր է համայնքի բնակիչների հետ շփումները, ապա պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի եւ ցանկացած բնավորության տեր մարդու հետ շփումների։ Եղավ, տարածքային ստորաբաժանումները կապահովենք, ծառայությունը կազմակերպենք։ Տարատեսակ դիմումներ եւ ահազանգեր օրվա կտրվածքով ստացվում են ենթակա տարածքային բաժիններում, որոնք պատշաճ արձագանք են ստացվում։ Պետք է ընդգծեմ, որ յուրաքանչյուր համայնքային ոստիկան պետք է շատ լավ իմանա մարդկային հոգեբանությունը, մարդու հոգեբանությունը, կարողանա ընկալել նրա հույզերը, զգացմունքները եւ պահանջները, որպեսզի կարողանա պատշաճ ընթացտալ իր հարցերին եւ խնդիրներին։ Նրանք ոչ թե աշխատում են, այլ ծառայում Հայաստանի Հանրապետությանը, աշխատում են լուռ, բարդությունները չեն նկատում, իրենց աշխատանքի մասին էլ խոսում են առանց փակագծերը բացելու։ Քրեական ոստիկանության ծառայողները կանգնած են հանցագործությունների դեմ պայքարի առաջնագծում եւ նրանց նպատակները րոպե առաջ բացահայտել եւ րոպե առաջ կանխել հանցագործության դեպքը։ Պայքարում ենք թմամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր տարրերի հայտնաբերմամբ, նրանց հասարակությունից մեկուսացնելով եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան հիմքերի ստեղծմամբ։ Մեր հիմնական խնդիրը հայ ժողովրդի բաղօրությունը ապահովելն է, հանցագործության դեմ անզիջում ու անկոտրում պայքար մղելը։ Ճիշտ է, մենք պայքարում ենք առատավոր երևույթների դեմ, բայց մեր պայքարի նպատակը արդար է, մեր նպատակը կայանում է նրանում, որ հանցագործության դեպքերը պետք է բացահայտվեն, հանցագործները կրեն իրենց արժանի պատիժները, որպեսզի այն քաղաքացիները, որոնք տուժել են հանցագործությունից, իրենց ավելի պաշտպանված զգան եւ իմանան, որ քրեական ոստիկանության ծառայողները միշտ կանգնած են նրանց թիկունքում։ Նրանք միշտ շարժման մեջ են, աշխատում են առանց ժամային սահմանափակման ու կարևորում յուրաքանչյուր վայրկյանը։ Մեր աշխատանքը սկսվում է միշտ ամեն առավոտ ժամը 9-ին եւ հաջորդ օրը առավոտ ժամը 9-ին մեր աշխատանքը նորից սկսվում է։ Ունենք նորմավորված աշխատանքային գրաֆիկ, բայց ցանկացած օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում պատրաստ ենք անմիջապես ներգրավել ծառայության։
Ոստիկանների խնդիրն է կանխել ու բացահայտել հանցագործությունները, պաշտպանել պետությունն ու քաղաքացիներին, կարգավորել երթևեկությունը եւ ապահովել համայնքային անխափան կյանքը։ Ոստիկան եւ քաղաքացի փոխհարաբերությունը լավացել է, վստահություն ենք ներշնչում, մարդիկ տարատեսակ հարցերով մոտենում են, խորհուրդ են հարցնում։ Բարեկային ծառայության հիմնական խնդիրներն են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Հիմնականում շեշտը դնում ենք երթևեկության կարգավորման վրա, իրավախախտումների բացահայտում, նախականխում, կանխում, խափանում։ Դրանցից մեկը հանդիսանում է ոչ սահմանված վայրով անցնելը, այսինքն հետիոտնային անցումից դուրս, երբ որ մեր քաղաքացիները փորձում են հատել երթևեկելի մասը։ Շեշտը դնում ենք հիմնականում երկրորդ շարքերում կայացված տրանսպորտային միջոցներին։ Ձեզ բանավոր նախազգուշացում ենք կատարում, հաջորդ անգամ ուշադիր եղեք, երկրորդ շարքում չկանգնեք, շատ լավ։ Անփորձանք եղեք, ձեզ լավ օր եւ ամրակապված վարեք, խնդրում եմ։ Մեր քաղաքացիների մոտ թյուր կարծիք կա, որ մենք միանգամից այսպես խիստ արձագանք ենք տալիս ցանկացած իրավախախտումների։ Ուզում եմ նշել, որ կան իրավախախտումներ, որոնք կարող են ուղղակի պարզապես զգուշացնել, որպեսզի հաջորդ անգամ չկրկնվի նման իրավախախտում։ Նրանք բոլորը կոչված են լինելու ոստիկան, քաղաքացու պաշտպան ու ամուր անվտանգ թիկունք։ Ոստիկանության զորքերը 24/7 ռեժիմով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Մենք առաջինն ենք արձագանքում յուրաքանչյուր հանցագործության դեպքի եւ մեր պարտքն ենք համարում յուրաքանչյուր դեպքի հետևից միջև վերջ գնալը եւ այդ յուրաքանչյուր դեպքը բացահայտելը։ Համայնքային ոստիկանությունը պատրաստակամ է 24/7 ռեժիմով լինել քաղաքացիների կողքին։ Մենք մշտապես ձեր կողքին ենք եւ պատրաստակամ ցանկացած իրավիճակում օգնել ձեզ։